դեպքում, քանի կանեն սկսեց այնուհետև այսենց շարունակենք։ Հա, ոչ մի դեպքում։ Պան Վարդանյան, ուզել եք համը դուք չէ, պան Վարդանյան, ճիշտ եմ ասում։ Վարդանյան, Վարդևանյան։ Ուրեմն, տեսեք, դուք որ ասիք փորձագետի, այսինքն դուք դատարանում եք փորձագետի, մասնագետի, հա, լեզվաբան հավանաբար կամ հոգեբան կասեք, այսինքն անունը նշել եք, որ այս եզրակացությունը տվել է, որ չկա այդտեղ կոչ, ու քննիչները, հա, որոշել են գնալ խուզարկել, այսինքն ինչ հիմքով, հիմա մարդուն արձագետել, դուք դիմել եք, ինքը տվել է եզրակացությունը, այսինքն ինչ հիմքով են գնացել, խուզարկում են, եւ ինչ են խնդրել, ինչ կապ են խնդրել, ու արդյոք սա կարող է լինել նաեւ հոգեբանական ճնշման միջոց, որ մարդիկ հնարավորինս մասնագետները, փորձագետները Երկրորդ հարցն էլ տվեք, անմիջապես պատասխանեք։ Արցախի ներկայացուցչությունում է խուզարկությանը, այսինքն եթե Սամվել, ասում են, որ Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն է հիմքում դրվել, ինչ է նկատի ունեն, տնտեսական գործը, կոշի գործը, ինչ առնչություն են փորձել փնտրել, ինչ ցուցմունք է եղել, ինչքան է դուք ասում եք կապ չունի, բայց որպես իրավական գործընթաց մի բան եղել է, չէ՞ դրա հիմքում որ սկսել են։ Ինչ կա, ինչ պատմություն կա, ինչ հետապնդման մասին է խոսքը, բաց չէ, չեն կարող հասկանալ։ Ես էքսկուրս անցկացնեմ նաև գործող քրեական դատարանության օրենսգրքից, ի տարբերություն նախկինի ներկայումս գործող օրենսգիրքը ապացույցի առանձին տեսակ է դիտարկում փորձագետի կարծիքը, ընդ որում այս սրա կառուցակարգը հետևյալն է։ Միայն վարույթի մասնավոր անձինք իրավունք ունեն դիմելու եւ ստանալու փորձագետի կարծիք։ Եթե վարույթ իրականացնող մարմինն է, քննիչը կամ դատախազը, այդտեղ արդեն փորձագետի եզրակացություն է կոչվում։ Բայց ապացուցողական արժեքը երկուսինն էլ նույնն է, ոչ մի տարբերություն։ Մեր գործընկերներից Սամվել Կարապետյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը դիմում է, օգտվելով քրդատորով սահմանված իր լիազորությունից, դիմում է այդ 5 փորձագետներին, ստանում այդ եզրակացությունը, պաշտոնապես հարցում, առանց նյութ տրամադրելու, զուտ տեքստն է, որ խնդրում ենք մի հատ ուսումնասիրեք եւ մասնագիտական կարծիքը ձեր հայտնեք, փորձագիտական։ Տրամադրվում է մեզ գրավոր տարբերակով, որը մենք ներկայացնում ենք ոչ միայն քննիչին, դատախազին, այլ բոլոր ատյանների դատարաններին, կալանքի, սկզբնական կալանքի, առաջին, երկրորդ, երրորդ երկարաձգման ժամանակ պարբերաբար դա ներկայացված է։ Ու նաև պատասխանը քննիչի հետևյալն է, որ իր եւ հսկող դատախազի կարծիքը կոնկրետ ուրեմն ելույթի վերլուծության վերաբերյալ, որ ասում է ես գտնում եմ, քննիչը գտնում է, դատախազը գտնում է, որ այստեղ փորձակնություն նշանակելու անհրաժեշտություն չկա եւ մեր սուբյեկտիվ կարծիքներն ու ընկալումները բավարար են այդ մեղադրանքի առկայությունը փաստելու նաեւ հիմնավոր կասկածը հաստատված համարել տեսանկյունով։ Ու մեկ էլ 5 ամիս հետո վերհիշում են, որ այսպիսի փորձագիտական կարծիքներ կան եւ գնում են այդ մարդուտուն խուզարկության նպատակը որն է։ Նպատակն էլ գրագրություն են փնտրում այս փորձագետի եւ մյուս փորձագետների միջև, կարծում եմ անուղղակիորեն նաեւ պարոն Հակոբյանի հետ կապված երևի ինչ որ հետաքրքիր բաներ ունեն գրագրություն պատվիրատուի եւ կատարողի միջև, որովհետեւ պարոն Հակոբյանն է դիմել, որ տվյալ փորձագետը տա համապատասխան կարծիք։ Ընդ որում այս անձանց նախապես նաև հարցաքննել են փորձագետներին մի քանի օր առաջ, եւ փորձագետները հայտնել են, այն ինչ որ իրականում կա, որ դիմել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, ով նաև այլ գործերով տարիներ առաջ նորից նույն եղանակով դիմել է, էլի փորձագիտական կարծիք է ստացել։ Բայց փաստորեն մեր քննչական խումբը ջանասիրությունը մի կողմ, որը կարծես թե կատարյալ վիճակում է, զբաղվում է արդեն կոնկրետ որ փորձագետների վերաբերյալ որ վարույթի հիմքեր ստեղծելու Այս է խնդիր, այսինքն զուտ գործողությունները, օրինակ մենք միջնորդել ենք նաև Դարփինյանին, Հարությունյանին, երկուսը Ռուսաստանի Դաշնությունն, հարցում ենք արել նաև նրանց, ներկայացրել ենք նախաքննական մարմին, ասում ենք տեսակապի միջոցով հարցաքննեք, այդ մարդիկ նաև միջնորդություն են ներկայացրել քննիչին, որ հերրակա վարույթին էլ ենք պատրաստ եւ Սամվել Կարապետյանը այս կայծաղբյուրի եւ այլ դրվագներով որևիցե առնչություն չունի այդ մարդը։ Զավեշտալի է, որ այդ մարդու անունը
տեսնում ենք մեր մեղադրանքի որոշումների մեջ։ Գրած է ուղղակի այդ տվյալները ասում են սա քանի որ դուք եք հարցում արել, ուրեմն արժանահավատ չի։ Սա քանի որ փաստաբանական հարցումա ցուցմունք չի, ուրեմն արժանահավատ չի, բայց իրանք էլ որևիցե գործողություն այդ փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու եւ հերքելու թեկուզ իրանց տրամաբանությամբ ուղղությամբ ոչինչ չեն անում, բայց ջանասիրությունը կա, ընդ որում զարմանալին դա որն է, որ դատարանները իմ գործընկերները նախկին ֆիքսում են, որ այդ ջանասիրությունը կար։ Եթե 53 անդամից բաղկացած քննչական խումբը առանցքային գործողությունները չի կատարում, մարդկանց չի հարձակնում։ Միայն փաստաթղթերի զննությունով հնարավոր է նման մեղադրանքներ հիմնավորել։ Կարծում եմ նաև ինչ-որ նշան է նաև մյուսներին, գուցե նաև փաստաբանական թիմին, որ նկատի ունեցեք, որ դուք էլ երաշխավորված չեք, որ ձեր տունն էլ կգան խուզարկության, ձեր գրասենյակն էլ կխուզարկեն։ Մենք այդ ամեն ինչը այո գիտակցել ենք, ի սկզբանե հիմա էլ ենք գիտակցում։ Մեսիջը այդպեսին է։ Պարզապես մի բանն է հստակ, որ այդ ամենը ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Այլ հարց, որ ինչպես ասում են քննչական մարմիններն են, չէ՞ դա վկայակոչում, որ անձը կարող է օրինակ խոչընդոտել քննությանը։ Հիմա այո, ունենք իրավիճակ, որ քննչական խումբը խոչընդոտում է պաշտպանության իրավունքի իրացմանը, բայց ուղղակի դա խախտումների մասշտաբի մեջ հերթականներից մեկն է։ Մենք գործ ունենք 177 օր տևող կալանքի հետ առանց զրոյական հիմքերի պայմաններում։ Հիմա այն իդեպ մյուս հանգամանքներ նշեմ ու իդեպ խնդրեմ հեսա պարոն Ֆերոյանն էլ կանդրադառնա։ Դուք ասեցիք Արցախի ներկայացությունում խուզարկություն է տեղի ունեցել, ինչքան էլ ասում ենք, որ որևէ առնչություն չունի, բայց իրավական ինչ-որ բան եղել է երևի։ Ձեր ձևակերպումն եմ օգտագործում։ Գործընկերներ, մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը։ Հիմա օրինակ փողոցում մեկը տենց բան ասի, դուք էլ կողքից տենաք, ձեր մտքով կանցնի, որ 177 օր կարելի է կալանավորված լինել դրա համար։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, նույն ձև կարող են մտնել օրինակ անիվ հիմնադրամ եւ ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան գտնելու։ Կարող են մտնել օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ, ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան ման գալու։ Կարող են գնալ չգիտեմ, էլ ինչ աբսուրդային օրինակ բերեմ։ Հասկանում եք, այսինքն կրկին ուղակի հորդորեք քննչական կոմիտեն, թող սաղ նախաքննական գաղտնիքը գաղտնազերծի։ Պաշտոնապես հայտնում եմ, մենք ունենք տվյալներ մեր տրամադրության տակ, որ այդ հնարավոր ոչ մի ցենց ողջամիտ մարդ չի կարող ասի դրանից հետո կապ գոյություն ունի։ Պատկերացրեք X գործունեություն, որը ունի սեփականատերեր։ Այդ սեփականատերերը հստակ բացահայտված են, հայտնի են քննչական մարմնին, հայտնի են դատախազներին, բոլորին։ Y կազմակերպություն, որը դրա վերաբերյալ տվյալ կարար տվել է։ Բոլոր հանգամանքները բացահայտված են, Սամվել Կարապետյանի որևէ ձևով առնչությունը հերքված է, բայց քննչականն է։ Այսքան է երևի։ Դուք եք կազմակերպել, Սամվել Կարապետյանն այդ ֆիրմաների գործունեությունը կազմակերպել, ֆինանսական հոսքեր, չգիտեմ, հանցավոր սխեմաներ, երևակայությունը չի հերիքում, որ հասկանաս սրա տրամաբանությունը եւ այն օբյեկտիվ փաստական տվյալները, որոնց վրա հիմնվելով կարելի է նման եզրահանգման գալ։ Ձեր հարցի պատասխանը ամփոփելով ցանկանում ենք փաստել հետեւյալը. այդ փորձագետի բնակարանի խուզարկությունը տենց չի, որ տենց գերկարևորություն ուներ քննչական մարմնի համար։ Տեսեք, ի սկզբանե ես ասացի, որ իրենք հակված են միայն մեղադրող բնույթի ապացույցներ ձեռք բերելուն եւ դա հիմնավորված ու փաստարկված ու ապացույցված է։ Փորձագետի տունը խուզարկելը եւս մի հավելյալ ապացույցի տեսակ է, մի հավելյալ կերպ է ապացուցվում, որ այդ մարդիկ շահագրգռված են միայն շինցու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով եւ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Բայց ես վստահ եմ, որ մեր հանրությունը այդ անտարբերության մատնված չի եւ խիզախներ անպայման լինելու են։
Իսկ ապօրինություն թույլ տված անձինք անպայման պատասխանատվության ենթարկվելու են։ Մենք բոլորի հետևից տարիներ էլ անցնի անպայման գնալու ենք եւ թակելու ենք իրենց բնակարանի դուռը, որպեսզի նրանք գան եւ պատասխան տան, թե ինչի են կատարել այդ ապօրինությունը։ Մենք այս մեր մամլու ասուլիսների շարքը երբ որ սկսվում էր, մենք հաճախ էինք բոլորին կոչանում ձեռնպահ մնալ ապօրինություններից, բայց երբ որ մի հատ փոքր ապօրինություն ես անում, դու արդեն ոնց որ իրենց գերին ես դառնում, դու ստիպված հաջորդը պետք է անես, որ կարողանաս հաճոյանաս, հետո այն մյուսը։ Դրա համար թե այդ բոլոր ապօրինություն արածները հաստատապես համոզված լինեն, որ իրենց հետևից արդարադատությունը անպայման գնալու է։ Այն էլ այն պայմաններում ես լրացնեմ գործընկերոջս խոսքը, որ չէ լուրջ վարույթ իրականացնող մարդին հարց կարելի է տալ։ Այդ ապօրինությունների շրջանակներում արդյոք բարոյական, լավ, գոնե մտովի բարոյական քննարկում են իրենց մեջ, թե ճիշտ է ազգային մեծ բարերարի 60-ամյակը քրեակատարական հիմնարկում անցկացնելը, այ նոր տարին, ինչպես նշել ենք, իր հոր մահվան առաջին նոր տարին է քրեակատարական հիմնարկում նշելը։ Գուցե լավ մարդկայնորեն այդ որպես այդպիսին կարմիր գծով ապօրինությունների շարքում կարելի է գոնե մտածել մտովի, արդյոք ճիշտ է այդ ամեն ինչը։ Սա ուղղակի ամոթալի փաստ է։ Իդեպ այս հանգամանքը ուզում եմ հատուկ նշել եւ կներեք անպայման հարցերը լսենք։ Առաջին Ացյանի դատավոր պարոն Դադոյանը եւ վերաքննիչ Ացյանի դատավոր Տիկին Մելիքսեցյանը այն ինչ քիչ առաջ նշվեց։ Սամվել Կարապետյանի տարիք, վաստակը, անձը բնութագրող տվյալները, անձը բնութագրող տվյալների տեսանկյունից 2025 թվականի ընթացքում հոր կորուստը։ Այդ ամենը ես կրկին եմ ուզում նշել։ Կոնկրետ մարդիկ են, չէ՞։ Կոնկրետ դատավորներ, կոնկրետ քննիչներ ու կոնկրետ դատախազներ, որ պատկերացնեք գործով դատախազը բողոք է ներկայացրել 2 ամիս կալանքը երկարաձգելու պայմաններում, որովհետև չի բավարարվել նրանով, որ միայն խոչընդոտելու ռիսկն է արձանագրվել։ Դատախազը ուզում էր, որ անպայման թաքնվելու ռիսկ էլ լինի, նոր անցանք կատարելու ռիսկ էլ լինի։ Դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության հանցավորության մակարդակի պայմաններում 53 քննիչ եւ այդքան դատախազներ իրենց ժամանակը, ռեսուրսը, մարդկայնությունը ուղղում են դրան, որ բավարար չի, որ 2 ամիս երկարաձգվել է կալանքը, գործընկերներ, պատկերացնում եք, ես չգիտեմ սա ինչպես բնութագրեմ, իրենք ժամանակ ունեին դրա դեմ էլ վերաքննիչ բողոք ներկայացնեն, ոչ թե օրինակ դատախազը ինքը իր ձեռքով վերացնի կալանքը, ոչ, այսինքն այո, իմացեք, քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ, ցանկացել են եւ ցանկանում են, որ Սամվել Կարապետյանը այո իր 60-ամյակը պետք է դիմավորեր քրեակատարողական հիմնարկում եւ մեկը թող ինձ օրինակ իրավապահներից ասի, որ այդ ամենը կապ չունի 2025 թվականի հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարած հայտարարության հետ։ Թող լինի էլի այդ մարդը, որը սթափ կկանգնի ձեր առջև, մեր առջև եւ կասի իհարկե սա կապ չունի։ Եվ նաեւ նոր տարին էլ պետք է լինի քրեակատարողական հիմնարկում։ Լսում ենք ձեզ։ Արցախի ներկայացուցիչություն երեկվա մտնելը, ինչ-որ կոնկրետ Սամվել Կարապետյանի դեմ ինչ-որ բան գտնելն եւ հնարավոր է առաջիկայում նոր մեղադրանք տեսնել։ Առաջին մասով չկա մի բան, որ հնարավոր է գտնել։ Այո, իսկապես Արցախի ներկայացությունում ներողություն եմ խնդրում, սխալ ասեցի։ Ես այդ խիզախությունը ունեմ, կընդունեմ սխալս, Արցախի ներկայացությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 միլիոն դոլարից էլ ավել կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիսի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Կարող էին գտնել նաև այն բարեգործությունները եւ մարդասիրական օգնությունը, որը կատարել է, որը երբեք հրապարակային չի եղել։ Դա էլ կարող է գտնեին։ Չեմ բացառում։ Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային եւ Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն։
Մենք դատական նիստի ժամանակ այդ առաջարկը արել ենք։ Ես չեմ զարմանա, որ առաջիկայում դա էլ տեսնենք։ Իրավական փոխօգնության շրջանակներում վստահ եմ Ադրբեջանից քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Թող իրավական փոխօգնությունով դիմեն ստանան։ Ասեն ինչի համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում։ Իսկապես դուք լուրջ գործընկերներ ջան, պատկերացնում եք Արցախի ներկայացությունում կարային Սամվել Կարապետյանի վերաբերյալ ինչ որ մի բան գտնեն։ Թվարկեցի, ինչ կարա լինել։ Նոր մեղադրանք եւ այլ, տենց բան գոյություն չունի, բայց նաեւ մի բան էլ ասեմ։ Ես չեմ բացառել։ Հնարավոր օրինակ մինչև դեկտեմբերի ավարտը, որ Սամվել Կարապետյանը շնչում արտաշնչումը, դրա համար էլ թող մեղադրանք առաջադրեն։ Ինչի է շնչում արտաշնչում, ինչի է Հայաստանի Հանրապետությունում այդքան բարեգործություն արել, թող դրա համար էլ մեղադրանք առաջադրեն։ Իրականում թես ամենը, կրկին եմ ուզում նշել, մարդկային, գրված, չգրված, բոլոր նորմերին։ Ինչ աստիճան է հակասում, վստահ եմ բոլորը գիտեն, իրավասու անձինք։ Նաև այս ամենը իր հանրային հնչեղության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ցավով եմ ասում ի վերջո հետևանքներ ունենալու։ Նաև տպավորությունն է հետևյալը. մեղադրանքի որոշումը ձևավորումը, հետո նոր սկսում են ապացույցներով հիմնավորել, նույնիսկ նվազագույն կամ Ես ուղղակի կներեք, պարոն կալանավորման հարցն է գերխնդիրը, նոր վարույթը եւ այլն եւ այլն։ Միմյանց ուրեմն միացվել են շուրջ 7-ից 8 քրեական վարույթներ, որոնք ըստ էության փաստացի Սամվել Կարապետյանին վերաբերելի չի։ Կոչի դրվագ ավելի վերաբերելի է զուտ իր մասով, քան թե մյուս մնացած դրվագները։ Հիմա նպատակը ո՞րն է։ Պաշտպանական թիմի դիրքորոշումն եմ ասում, որը օբյեկտիվորեն հաստատվում է գործի նյութերով։ Թեման զուտ առանձնապես ծանր հանցանքի վերագրումն է, հիմնավոր կասկածի արձանագրումը, որ կարողանան Սամվել Կարապետյանին շուրջ 1 տարի կալանքի տակ գտնել։ Քննությունը կատարվում է ոչ թե մեղադրանքը հիմնավորելու, այլ ենթադրյալ տվյալներով, նախաքննության գաղտնիքով քողարկված եւ այլն, հասնեն նրան, որ անձին կարողանան, որտեղ կոչի դրվագով արդեն 5 ամիսը լրացել եւ դրանով հնարավոր չէ։ Եվ փողերի լվացման դրվագը ի հայտ եկավ այն պահին, որ պահին այլևս հնարավոր չէր կոչի դրվագով արգելանքի տակ պահել կալանքը երկար։ Իդեպ հիշեցման կարգով այդ ի հայտ գալն էլ եղավ հետեւյալ կերպ. Վճռաբեկ դատարանից պարզապես արձեռն գնաց եւ դատախազը ստացավ որոշումը։ Վերջին օրը, վերջին ժամերին։ Հարցից։ Դուք բողոքարկել եք 2 ամսվա վերջին կառավարումը, երբ է նախատեսվում